Եվրամիությունը հետաձգեց Վրաստանի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի սահմանման մասին որոշումը։ Պաշտոնական Թբիլիսին վստահ էր, որ Վրաստանի քաղաքացիներն արդեն գալիք ամռանը հնարավորություն կստանան օգտվել վիզային ռեժիմի ազատականացման պտուղներից։ Եվրոպացի դիվանագետները սակայն զգուշավորություն են ցուցաբերում, պատճառաբանելով միգրանտների հոսքի հնարավոր աճը։ Եվրամիության ներկայացուցիչները Բրյուսելում քննարկել են Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը և արդյունքում որոշել հետաձգել հարցին լուծում տալը։ Վրաստանի վիզայի չեղարկմանը դեմ են հանդես գալիս Գերմանիան և Ֆրանսիան, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Թեման քննարկվել է Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեում։ Լրատվամիջոցի հետ զրույցում եվրոպացի դիվանագետներից մեկը, ով նախընտրել է չներկայանալ, ասել է, որ խոսքը գործընթացը կասեցնելու մասին չէ, պարզապես մենք ուզում ենք ավելի զգույշ լինել, դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Մասնավորապես Բերլինը վրացական խմբավորումներին է վերագրում Գերմանիայում կազմակերպված հանցավորության վրա մեծ ազդեցություն ունենալու հանգամանքը։ Եվրամիությունում զգուշանում են հատկապես միգրանտների հոսքի աճից, ընդգծել է դիվանագետը։ Կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիներին 90 օրով առանց մուտքի վիզայի Շենգենյան գոտի անարգել մուտք գործելու հնարավորություն տրամադրելու հարցը Եվրամիության պաշտոնյաները պատրաստվում են կրկին քննարկել հաջորդ շաբաթ, նախքան Ուկրաինայի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը տեխնիկապես ավելի բարդ կացության մեջ է։ Հիշեցնենք, Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին սկզբունքային որոշումը Եվրահանձնաժողովը կայացրեց դեռ անցած տարվա դեկտեմբերին, հայտարարելով, որ Վրաստանն ու Ուկրաինան կատարել են վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բոլոր պայմանները, իսկ անցած մարտին Եվրամիության ղեկավարները հանդես եկան Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու պաշտոնական առաջարկով։ Վրաստանից բացի վիզայի ազատականացման ձգձգում է սպառնում նաև Կոսովոյին, որի անկախությունը Եվրամիության անդամ երկրներից ոչ բոլորն են ճանաչել։ Թուրքիան նույնպես իր 79 միլիոնանոց բնակչությամբ փորձում է հասնել վիզայի ազատականացմանը, սակայն դժվար թե հասցնի մինչև հունիսի վերջ սահմանված ժամկետում ի կատ արածել բոլոր 72 պահանջները, որոնք Եվրամիության ներկայացուցիչներն առաջ են քաշել որպես վիզայի չեղարկման պայման։ Չնայած փախստականների հարցով գործարքին, վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն բանից հետո, երբ Թուրքիան կտրականապես մերժեց փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը։